Այս վիդեոյում ես ձեզ ներկայացնելու եմ 5 չուսումնասիրված վայրեր երկիր մոլորակում, որտեղ դեռ մարդ չի հասել։ Հյուսիսային Սենտինել կղզի գտնվում է Հնդկական օվկիանոսում։ Այստեղ ապրում է սենտինելցիների ցեղը, որը հազարավոր տարիներ մեկուսացված է ապրել արտաքին աշխարհից։ Սենտինելցիները սովորաբար թշնամաբար են արձագանքում օտարներին եւ հաճախ նետերով ու նիզակներով հետ են մղում նրանց։ Հնդկաստանի կառավարությունն արգելում է կղզուն մոտենալ եւ այնտեղ իջնել։ Մարիանյան իջվածք գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Մարիանյան կղզիների մոտ, ինչի համար էլ ստացել է այդ անվանումը։ Մարիանյան իջվածքը ինչպես Խաղաղ օվկիանոսի, այնպես էլ երկիր մոլորակի ամենախոր կետն է։ Խորությունը կազմում է մոտ 11 կիլոմետր։ Այնտեղ եղել են ընդամենը մի քանի հատուկ սուզանավեր, իսկ այդ խորությունները դեռ շատ քիչ են ուսումնասիրված։ Կալիաս լեռ գտնվում է Տիբեթում, Չինաստանի ինքնավար շրջանում, բարձրությունը մոտ 6638 մետր։ Չնայած այն շատ ավելի ցածր է, քան Էվերեստը, բայց դրա գագաթը պաշտոնապես ոչ ոք չի բարձրացել։ Հիմնական պատճառը կրոնական հարգանքն է։ Կալիաս լեռը սուրբ է մի քանի կրոնների համար՝ հնդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի եւ այլն, եւ իշխանություններն արգելել են լեռնագնացությունը։ Սոն Դոնգ քարանձավ գտնվում է Վիետնամում, համարվում է աշխարհի ամենամեծ հայտնի բնական քարանձավը։ Հայտնաբերվել է 1991 թվականին տեղացի գյուղացու կողմից, իսկ 2009 թվականին գիտնականներն ուսումնասիրեցին այն։ Քարանձավն այնքան հսկայական է, որ ներսում կան սեփական ջունգլիներ, գետ եւ նույնիսկ ամպեր կարող են առաջանալ խոնավության պատճառով։ Այն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, քանի որ որոշ հատվածներ շատ դժվար անցանելի են եւ վտանգավոր։ Անտարկտիդա աշխարհի ամենացուրտ, ամենաքամոտ եւ ամենաչոր մայրցամաքն է։ Նրա մակերեսի մոտ 98%-ը ծածկված է սառույցով, որի հաստությունը որոշ վայրերում հասնում է 5 կիլոմետրի։ Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ամեն ինչ վաղուց ուսումնասիրված է, սակայն իրականությունը լրիվ այլ է։ Անտարկտիդայի կենտրոնական հատվածներում դեռ կան հսկայական տարածքներ, որոնք մարդիկ երբեք մանրամասն չեն ուսումնասիրել։ Այդ վայրերը ուսումնասիրելը չափազանց դժվար է։ Ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -80, իսկ ուժեղ քամիները հասնել ժամում ավելի քան 300 կիլոմետրի։ Այդ պատճառով գիտնականներն հիմնականում օգտագործում են արբանյակներ, ռադարներ եւ հատուկ սարքեր, որոնք տեսնում են սառույցի միջով։